Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Անտրանիկի ոգին ազգային բայկարի եւ բանակաշինության խորհրդանիշ Արմինակ Աբրահամյան հուշարձանակեց Սամվել Գարապետյանի հիշադակին։ Դադիգը ազգի հիշողության կենդանի բահաբան։ Կարևոր հայտարարություն մարդու իրավունքներու եվրոպական դատարան ներկայացված դիմումներուն վերաբերյալ։ Թրոշներ, արուն եւ վրեժ, գեղձված աշխարհի ճշմարտությունը։ Մեյդան ցուցահանդեսը արևմտահայերենը շարժման մեջ։ Արցախի թերթերուգը։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմինակ Աբրահամյան ուղերձով հանդես եկած է նվիրված հայ մեծ զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան տարեդարձին։ Իր խոսքին մեջ նախագահը շեշտած է, թե հայկական բանակի պատմությունը չսկսիր ընդամենը 34 տարի առաջ։ Անոր համաձայն մեր ազգային ազատագրական բայկարը ունի շատ ավելի խոր արմատներ, իսկ հայ զինվորի մարտական ոգին գերտված է դարերու ընթացքին։ Արմինակ Աբրահամյան նշած է, որ Արևմտյան Հայաստանի համար բանակի գազմավորումը սկիզբ առած է Դագավին վաղ շրջանին երկու կարևոր ուղղություններով։ Առաջինը Արևելյան լեգիոնի ստեղծումներ, որ նշանակալի դեր կատարեց հայ ժողովրդի ինքնապաշտպանական բայկարի մեջ, իսկ երկրորդը Անդրանիկ զորավարի առաջորդած հերոսական զորախմբերը, որոնք դարձան ազգային դիմադրության եւ ազատագրական բայկարի խորհրդանիշ։ Նախագահը ընդգծած է, թե Անդրանիկի գործ ու քաղաքապարախոսությունը կշարունակեն ոգեշնչել նոր սերունդները պահպանելու ազգային արժանապատվությունը եւ ապրապնդելու պետականությունը։ Անոր խոսքով մեր պատմությունը միայն անցյալի հիշողություն չէ, այլ նաեւ ապագայի հանդեպ պատասխանատվություն։ Փետրվար 27-ին հուշարձանակեց Սամվել Գարապետյանի մահվան 6-րդ տարելիցներ։ Ռաֆիկ Կորտոշյան գկրե. «Ձեր գողքին եղած տարիները արկասափեր, երանելի եւ ուսանելի, իսկ առանց ձեզ երախտագիտության զգացումներու անսպար շարան եւ շնորհակալության խոսքերու կուտակում։ Հանգչիր խաղաղությամբ սիրելի ընկեր եւ ուսուցիչ»։ Արևմտյան Հայաստանի մեջ Դադիգը պարզապես ընտանիքի ավագ անդամը չէ, ան քայլող պատմություն է, շնչող հիշողություն, կենդանի ավանդություն։ Պատերազմներու, դեղահանություններու, խորհրդային դարիներու, անկախության եւ ժամանակակից փոփոխություններու միջով հաջող Դադիկներն է լուր գերբով բահած ազգային ինքնության հիմքերը։ Անոնք փոխանցած են լեզուն, աղոթները, օրորոցայինները եւ նախնիներու գյուղերու հիշողությունները։ Հայկական ընտանիքներուն մեջ Դադիգը բանավոր պատմության բահաբանն է։ Անոր շուրթերեն հնչած են ժողովրդական երգեր, որոնց մեկ մասը բաբանված են նաև Կոմիտասի շնորհիվ։ Անոր խոհանոցին մեջ սերունդներով փոխանցված են լավաշի պատրաստության գաղտնիքները, ասեղնագործության նախշերը եւ ընտանեկան ավանդությունները։ Դադիգի խոհանոցը հաջող կդառնա դասարան, իսկ պատմությունները կենդանի դասակիրք։ Հետազոտողները կնշեն, թե համազգային ողբերգություններեն ետք ներառյալ հայրու ցեղասպանությունը, դադիկներն են պահպանած բարբարները, գիշերային աղոթներով սերունդները կապած արմատներուն։ Արևմտյան Հայաստանը եւ ընդհանրապես Հայաստանը հասկանալու համար բավարար չէ միայն արխիվներ ուսումնասիրել։ Պետք է լսել Դադիգի պատմությունները եւ տեսնել, թե ինչպես ան առօրյա կյանքին մեջ կհյուսե դարավոր ավանդությունը։ Մշակույթը միայն գիրքերու մեջ չէ գրված, Դադիկներու ցերկերուն մեջ կաբրի։ Հարկելի հայրենագիցներ, կարևոր եւ նշանակալի նորություն մգա առնչված մարդու իրավունքներու եվրոպական դատարան ներկայացուցած ցերտիմումներուն։ Գրանցված են վերջին զարգացումները, որոնք կրնան վճռորոշ նշանակություն ունենալ բազմաթիվ քաղաքացիներու գործերու ընթացքին համար։ Մանրամասնությունները պիտի ներկայացվին բաց հանդիպման ընթացքին փետրվար 28-ին ժամը 12-ին։ 1904 թվական Սասուն հայ ֆեդայիները զինված կանգնած են Օսմանյան բռնապետության դեմ, պաշտպանելով գյուղերն ու բնակչությունը։ Այդ օրերու ողբերգական դրվագները այսօր կվերարժևորվին արխիվային բացառիկ լուսանկարներու շնորհիվ։ Հետազոտող Լիո Տորոսյանի հրապարակած նյութերը կներկայացնեն 1904-ի ապստամբության կարևոր վկայությունները։ Լուսանկարներեն մեկուն մեջ կտեսնվի 1904 թվականով դրոշը, ինչպես նաև գերեվարված ֆեդայիներ ծանր մարմնական վիճակի մեջ։ Ֆրանսական Պրո-Արմենիա բարբերականը Դագավին 1904-ին նկարագրած էր, թե ինչպես հայ մարտիկները հայտնված էին երկկողմանի գրագի տակ ռուսական եւ թուրքական զորքերու միջև։ Գային բազմաթիվ զոհեր, իսկ գերեվարվածներեն ոմանք սպանված էին։ Թեփկերեն գար ժամանակ անց սպանվեցավ ռուս գնդապետ Պիկովը։ Պատմական աղբյուրներու համաձայն գործողությունը իրականացուց երիտասարդ մեծահարուստ ընտանիքի զավակ անգուսակցական Համո Ջան Փոլադյան։ Հագարակ ծանր գորուստներուն Սասունի ապստամբությունը դարձավ ազգային դիմադրության խորհրդանիշ։ Հրայրի, Անդրանիկ Օզանյանի, Գևորգ Չավուշի եւ ուրիշներու բայկարը խոր հետ ցկեց ազգային հիշողության մեջ, ձևավորելով ազատության եւ ինքնապաշտպանության գաղափարը։ 1904-ի Սասունը այսօր գրգին գխոսի դրոշներու, բայկարի եւ պատմական արդարության լեզվով։
Հայ քրագանությունը հաճախ հայտնված է գացության մեջ, երբ իրական պատմությունը անմիջապես արտասանել վտանգավոր էր։ Աղետի վկաները ստիպված եղած են գիծ պատմության, գադագի եւ այլապանության միջոցով փոխանցելու ճշմարտությունը սերունդներուն համար։ Հեղինակը սկսած է իր մեծ հոր 98-ամյակի թրվակեն, ով միայն մասամբ կհիշեր ընտանիքի փրկության պատմությունը հայրու ցեղասպանութենեն։ Անհնարինությունը քրոներուն մղեց ստեղծելու վեբերու միջոցով պաշտպանված տարածք պատմությունը փոխանցելու առանց նոր վտանգներու։ Հորինված պատմությունը գլրացնե պատմական բացերը պատկերացնելով զգացումները, խոսակցությունները, հույսերը, որոնք հազվադեպ կգտնվին արխիվներուն մեջ։ Ան նաև կմեղմացնե հավաքական դրավման եւ կթույլատրե ընթերցողին մոդենալ անցյալին առանց հոգեբանական զանապերմվածության։ Հայ քրագանության մեջ գեղեցկությունը եւ դրավման միախառնված են։ Ձիրանադունգի ծաղկած ծառերը, նախնիներու գյուղերը, օրորոցայինները եւ սև հյումորը գթարնան տիկնոց պատմությունը փոխանցելու եւ հիշողությունը պահպանելու համար։ Գեղց պատմությունը դարձած է ոչ միայն արվեստ, այլև ազգային հիշողության եւ ճշմարտության պաշտպանություն, ուր անցյալի ծանր փերը գրելու միջոցով կնպաստե գոյատևման։ Մարտ 3-ին ժամը 6:30 դեպո արվեստի դարածքին մեջ կբացվի Մեյդան ցուցահանդեսը, որը կենտրոնացած է արևմտահայերենի վրա ոչ միայն իբրև ժառանգություն կամ ինքնության խորհրդանիշ, այլ որպես կենտանի մշակութային տարածք։ Ներկայացված են ժամանակակից հայ արվեստագետներու գործերը, որոնք տեղադրված են կողք կողքի, ստեղծելով Մեյդան բաց տարածք, ուր կարելի է տեսնել գործերու միջև գաբերը։ Աշխատանքները կանդրադառնան գորուսիա լեզուներու, ընդհատված փոխանցումներու եւ փոխակերպված ցայներու նյութերուն։ Ցուցահանդեսը բաց է մինչև մարտ 28-ը Կոստանդնուպոլսո մեջ։ Արցախի մեջ հայտնի է թերթերուգը, բարակ խմորաշերտերու արանքին խորիզով լեցուն թխվածքը, որ կգոչվի նաև թերթագարգանտակ, խավագարգանտակ կամ շերտապլիտ։ Ան բարդատիր կպատրաստվի դոնական սեղաններու համար եւ կնկատվի ավանդական քաղցր ուտեստ։ Պատրաստման եղանակին ծանոթանալու համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական գայք։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։